Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար է սա միայն։ Եվ հունվարի վերջին շաբաթն է և տեսնենք ինչպես է ավարտվում այս ամիսը, նոր սկսվող ամիսը, նոր տարվա, նոր առաջին ամսվա ավարտը, որից հետո գալու է մոլորակների շքերթը և ամեն մարդու մոտ որևէ մի բնագավառում լինելու է մոլորակների շքերթ և այդ բնագավառում լինելու է փոփոխություն և կարող հաշվի առնել 18 տարի առաջ ինչ է ձեզ հետ կատարվել, հաշվի առնել 12 տարի առաջ ձեզ հետ ինչ է կատարվել այս շրջանում և կհասկանաք, թե ինչ է կատարվելու հիմա ձեզ հետ։ Ոմանք կարող են նաև 9 տարի առաջ գնալ, մենակ 2018 կարող եք գնալ։ Հայաստանի համար է շատ ճակատագրական ժամանակ հիմա, այս տարի։ Այսքանը, իսկ հիմա գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 26-ից մինչև փետրվարի 1։ Մի փոքր խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք այս շաբաթվա ընթացքում։ Տեսնենք որտեղ է դուրս գալու այդ խոչընդոտները։ Միգուցե խոչընդոտները հաղթահարած եք մտնում արդեն այս շաբաթ։ Միգուցե նախորդ շաբաթ էր այդ խոչընդոտները, որոնք որ առկա էին ձեզ համար։ Տեսնենք անձնական կյանքը։ Մի քիչ ֆինանսներն անայք, մի փոքր դժվարություններ այստեղ։ Երևում են ամբողջ քարտերը։ Այստեղ անձնական հարաբերություններում ոմանք կարող են հանդիպել ոչ տղամարդու կամ սա նաև երկրորդ որպես երկրպագու է ձեզ համար, ովքեր արդեն իսկ շփվում են կամ դեռ ուզում են շփվել ոչ մեկի հետ, այստեղ կարող է հայտնվել նաև երկրորդ երկրպագու։ Սա նաև ձեր ամուսինն է, ում վրա շաբաթ կարող եք հենվել, իրանով առաջ գնալ կամ եթե խնդիրներ կան, թողեք իր ուսերին, ինքը շարունակի, ինքը անի դա ձեզ համար։ Սա նաև ձեր երկրորդ կեսը կարող է ձեզ աջակցություն ցուցաբերել կամ ում հետ որ շփվում եք, ինքը կարող է ձեզ աջակցություն ցուցաբերել, օգնել որևիցե մի հարցում։ Եվ եթե տանը խնդիրներ կան, ապա դա ուժ է, որ կարողանաք հաղթահարել յուրաքանչյուր խնդիր, ինչը որ կառաջանա ձեր տան մեջ։ Աշխատանքի հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե նաև խոչընդոտներով եք հասնում այդ ցանկությանը, բայց ամենայն դեպս կհասնեք, միգուցե այդ աշխատանքին տեղավորվելով, միգուցե այդ պաշտոնը ունենալով, միգուցե գործուղման հետ կարող է կապված լինել, նաև դա կարող է լինել աշխատանք օտար երկրում, որ ձեզ ոնց որ դա էր ցանկությունը, որ գնայիք այնտեղ աշխատեիք եւ այդ հնարավորությունը այս շաբաթ ձեզ կընձեռվի կամ կարող եք դիմել եւ թույլտվությունը ստանալ, ում ձեզ կարող են առաջարկել դա։ Այդ գումարի հետ կապված այստեղ կամ կտրուկ ծախս եք անելու, ձեր ֆինանսական, եթե նայենք ֆինանսականը այնտեղ խոյերի համար եւս, չէր կարելի այս շաբաթվա ընթացքում շատ կտրուկ ծախսեր անել, որովհետև հետո կարող եք նաև խնդիրներ առաջանա գումարի հետ կապված։ Դա կարող է լինել ծախս վիրահատության համար, ծախս ոչ սուր գործիքներով ինչ-որ գործեր անելու համար։ Դա կարող է նաև տանիրեր եք գնում, բայց էլի սուր բաներ։ Դանակների նաբոր այնտեղ կարող եք գնել, որը բավականին թանկ արժենա։ Պետք է հաշվի առնել, որ սա ինչ-որ չափով կապված է գումարը, ինչ-որ չափով կապված է նաև խոչընդոտների հետ։ Ընդհանուր շաբաթվա վերջ է և կարող է շատ գումար ծախսեք և չհասնի մյուս շաբաթվա օրինակ աշխատավարձին։ Հետո ամսի 1-ը դեռ ընկնում է կիրակի, 2-ին նոր էլի պետք է շարունակեք։ Եվ առողջության հետ կապված սա ուշադրություն դարձրեք հորմոններին և տղաները և աղջիկները նույնպես, վարակներին նույնպես և ինտիմ օրգաններին նույնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 26-ից փետրվարի 1-ը։ Ընդհանուր ֆոնը օձեր են, այս դա երևի նորմալ է, այս խոսացի հեսա օձերը կգան։ Սա նաև իմաստություն է, որ ավելի իմաստուն պետք է լինեք, կամ այս շաբաթ նաև կարող է գայթակղվել ինչ-որ մի բանի վրա, կամ ինչ-որ հակառակ սեռի ներկայացուցչի, կամ նաև ինչ-որ մի բան է, գայթակղվեք եւ ուզենաք գնել դա։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում բավականին շատ շփում կունենաք, միգուցե հակառակ սեռի ներկայացուցչի հետ է սա, միգուցե ընտանիքի անդամներն է ցույց տալիս, որ ընտանիքով կարող նստել եւ ինչ-որ մի բանի մասին շփվել, խոսել, քննարկել նաեւ։ Եվ դա կարող է լինել նաեւ նոր ծանոթություն, գայթակղություն եւ սկսեք շփվել։ Համենայն դեպս ոչ ոքի մի պատմեք, որովհետեւ դա կարող է նաեւ բամբասանքի առիթ դառնալ, բամբասանքի բուն դառնալ, հա, այդպես աշխատեք ձեր մեջ պահել, եթե ինչ-որ մեկի հետ շփվում եք շատ։ Նաև բամբասանք կարող է լինել ձեր ընտանիքի հետ կապված, միգուցե առևտուր եք շատ անում, միգուցե ինչ-որ բաներ եք գնում, ոնց որ խոսում են, քննարկում են ձեր ընտանիքը։ Աշխատանքի եւ բիզնեսի հետ կապված ընտրության առջև եք կանգնած, ինչ-որ մի բաներ անելու, եթե տեսնում եք ցուլ եմ եւ հենց նոր խոսում եմ ես այդ մասին։ Հենց նոր, եթե սկիզբը լսեք, ես խոսում եի այդ մասին, հա, ընտրության առջև։ Այստեղ ոմանք կարող է շատ լուրջ ընտրության առջև եք, թե ինչ անեք, դուրս գաք աշխատանքից թե ոչ, այս գործը անեք թե ոչ, սա անեք թե նա, հա, ինչ-որ պահեր են այստեղ, որը որ կարող եք սկսել ընտրել, պետք է ընտրել ճիշտ ուղին։ Եվ այստեղ մի լսեք օձերին, որովհետև կարող են ձեզ նաև շաղել ձեր ընտրությունից։ Գումարի հետ կապված այստեղ հնարավորություն կընձեռվի շատ գումար վաստակելու կամ գումար ունենալու կամ կարող է օգնություն է սա, հա, որտեղ սա կամուրջ է ստեղծվում, ձեզ համար ավելի հեշտանում է ոչ թե գումար ստանալը, ոչ թե գումար աշխատելը։ Կարող է այնպեսի նոր եկամուտ ունենաք, հա, ոնց որ երկրորդ եկամտի աղբյուր եւ այս կամուրջը դա ցույց է տալիս, որ ավելի հեշտ կկարողանաք ստեղծել ձեզ համար այդ երկրորդ եկամտի աղբյուրը։ Իսկ առողջության հետ կապված այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր չկա, ուժեղ, առույգ, կանգնած եք ողոքի պես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 26-ից փետրվարի 1-ը։ Սեր, շատ սեր։ 4 կողմից սեր կստանաք։ Սա նաև սիրտն է, հա, պետք է եւս սրտին էլ ուշադրություն դարձնել, որովհետև կարող է շատ սիրի, հետո իր վատը զգա։ Նաև դա շատ սեր 4 կողմից սիրահարվածություն, ընտանիքում սեր, հարազատներից սեր, սիրո խոստովանություն, սիրված աշխատանք, նաև ավելի սիրով կարող եք ինչ-որ մի գործ անել։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքը կայուն է, անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, եթե խնդիրներ կար, ապա այս շաբաթ այդ ամենը կավարտվի, այդ ամենը կվերջանա ձեր մոտից, հա, ավելի կկայունանա։ Սա նաև ամրապնդվում է հարաբերությունները, ովքեր որ դեռ նոր էին շփվում իրար հետ, հա, կարող է այսպես ավելի պնդասնեք, գնաք մատանի դնելու, գնաք ինչ-որ ավելի խորանա ձեր հարաբերությունները։ Դա այստեղ եթե ինչ-որ մեկի հետ ծանոթանաք, ապա այդ հարաբերությունները եւս, հա, կտանեն դեպի ընտանիք, ամուր հարաբերություններ։ Դա համար այստեղ սերը շատ է։ Ընտանիքում էլ է սերը շատ է, այնպես որ, հա, այստեղ եթե ինչ-որ մարդիկ ձեզ մոտենան, դուք կզգաք իր լրջությունից, որովհետև շատ լուրջ է տրամադրված լինելով ձեր նկատմամբ։
Աշխատանքի հետ կապված սա կամ մեկ ակնթարթ ինչ-որ մի բան կաղակ իմանալ, կամ ինչ-որ մի բան կատարվի, աշխատանքի և բիզնեսի հետ կապված, նաև աշխատանքին խաղ եք վերածում որպես կամ այնպիսի աշխատանք կարող անել կամ ընդունվել, որ եւս խաղի նման կլինի, կամ մանկական ոչ խաղասրահ է կամ ինչ-որ մի տեղ է խաղի նման, խաղակ անցնի գնա այդպես օրը կամ գուցե իրոք խաղոտոն մուլտհերոսների հետ կապված կարող է լինել, որ նման աշխատանք է։ Եթե ոչ սա լուրջ աշխատանք է, ապա դուք իրոք խաղ եք վերածում, անլուրջ եք, մտածում եք, որ միևնույնն է ինչ էլ լինի, ձեզ կամ չեն հանի, կամ ուրիշ կերպ չեն վերաբերվի։ Այս մեկ ակնթարթ մի բան կարող է լինել։ Գումարի հետ կապված կամ դուք եք ոչ տղամարդու գումար տալու, կամ ինքն է ձեզ տալու, կամ կապված եք այստեղ, կամ ներդրում եք կատարում ձեր բիզնեսում, ձեր գործունեության մեջ, կամ միասին գնալ խաղալ այստեղ, դա էլ չի բացառվում։ Գումարի հետ ինչ-որ տղամարդու եք վճարում, ինչ-որ ծառայության համար, ինչ-որ պահեր են այստեղ։ Իսկ առողջության հետ կապված, եթե ոչ խնդիր էլ կար, ապա այս պահին այլևս չի լինի, այս շաբաթ բացարձակապես չի լինի, կամ նոր հնարավորություն է սա բուժվելու այն ինչ որ կար, այդ խնդիրը վերացնելու համար, այդ հնարավորությունը դուք կունենաք։ Բացարձակ այստեղ կարող է անգամ հղիություն լինել, բայց ոչ թե ինչ-որ դժվարություններ առողջության հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 26-ից մինչև 1-ը, փետրվարի 1-ը, հաջողություն, հաջողակ ժամանակ է, հաջողակ շաբաթ է, շաբաթվա ընթացքում ինչ-որ բաներ անելուց հաջողությամբ կհասնեք, հաջողությամբ կանեք կավարտեք, ինչ-որ մի բան եք ուզում անեք, վայ հաջողություն եղավ, մյուս բանն եք ուզում անեք, վայ էլի ստացվեց ավելի հեշտ, ավելի, այդպես հաջողություններ են սրանք, որ այդ կանեք կունենաք, այդպես։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ մի քիչ աշխատանքն է, խնդիրներով դրա համար խփում է նաև առողջությանը։ Անձնական հարաբերություններում սա ոմանց համար ֆլիրտ է, առայժմ դեռ այդ ծաղկային փնջային պահերն են, այս պահին, այս շաբաթ չեմ կարող ասել, այդ հարաբերությունները ավելի լուրջ են, կարող ուղղակի, այդպես ծանոթություն, սիրախաղեր, ոմանց համար ընտանիքում սա հիանալի պահեր են, ոչ մի բան տեղի կունենա ընտանիքում, ոչ կարևոր մի բան է, որ բոլորիդ կարող է վերաբերվել, դա անակնկալ կարող է լինել եւ բոլորդ ուրախանաք դրանից։ Նաեւ սա ոմանց համար ժամադրություն է, այդպես կարող գնալ ժամադրության, բայց եթե իհարկե արդեն ինչ-որ չափ ճանաչում եք իրար, բայց նոր ծանոթություն է սա, ուղղակի ֆլիրտ է դեռ, այնպես ոնց անեմ, որ տանեմ ժամադրության, այդպես նմանատիպ ոչ պահեր են, ոնց անեմ, որ խոսահետս կամ հեռախոսը վերցնեմ։ Աշխատանքում մի քիչ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, միգուցե խոչընդոտները տնօրենի հետ է, աշխատակիցների միջև է, աշխատանքն է դժվար, խոչընդոտներ է բերում, եթե բիզնես է, կարող ինչ-որ ապրանքներ չկա, որ կարողանաք ինչ-որ մի գործ անեք, ընտա կարող է լինել խոչընդոտներ նաև, և ինչ-որ ապրանքը ուշանա, աշխատակիցների հետ լավ չհասկանաք իրար, բայց այստեղ հաջողությունը կա, այնպես որ այդ պահը, երբ որ չեք հասկանա իրար, երբ որ խնդիր լինի, հնարավոր է միանգամից այդ անցնի դա, այդ հաջողությամբ, որտեղ շաբաթվա ֆոնը հաջողությունն է։ Գումարի հետ կապված ոմանք մեքենա կգնեն, այստեղ գումարը դրա վրա կարող եք ծախսել, ճանապարհներին, բենզին եւ այլն, ինչ-որ տրանսպորտի գումար կարող եք վճարել, օրինակ այս շաբաթվա տրանսպորտի ավտոբուսի տոմս գնել կամ ամսվա տոմս գնել, արդեն ամսի 1-ով է գալիս եւ կարող ամսի 1-ով տրանսպորտի վճարում եք անում։
Եվ րոպե Եվ դա եթե գործողման է գնալու, հա, ինչ-որ նմանատիպ տեղեր, միայն այդ դեպքում նաև եւս ճամփորդում եք, հա, այդ դեպքում գումարներ կարող եք ծախսել։ Եվ այստեղ առողջության հետ կապված կարող է հսա ինչ-որ խոչընդոտներ կան, առողջությանն էլ եւս, հա, ոնց որ ստրեսավորվում եք, նյարդայնանում եք, ինչ-որ բաներից, հա, միայն դա է, որ կարող է առաջանալ ձեզ մոտ, դա էլ արդեն կարծես թե աշխատանքի հետ է կապված։ Նամ շատ է ծանր, հա, ոնց որ մարդը շատ է ջանք գործադրում վրան, որ ինչ-որ մի բան անի, հա, կարողանա անել դա, դրանից կարող է լինել նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը։ Ընդհանուր ֆոնը բավականին էմոցիոնալ վիճակ է, սա ձեզ մոտ հնարավոր է այստեղ արդեն լինում է լուսինը աճում է, ոմանք կարող են ռոմանտիկ պահեր ունենալ, սա ինչ-որ գաղտնիք է, միգուցե այս լուսնի հետ կապված, որ աճում է, կարող է լավ չեք կարողանում քնել, մի խոսքով էմոցիոնալ վիճակ է, տեսնենք, հա, ըստ քարտերի երևա այդ էմոցիաները ինչ էմոցիաներ են։ Ինչ է սպասվում առուսներին, հա, անձնական կյանքում, տեսնենք։ Այստեղ տեսեք ֆինանսները, եթե ինչ-որ մեկին գումար եք տվել չեք կարողում հետ վերցնել, միայն դա է, հա, որ մի փոքր կարող է այստեղ էմոցիոնալ վիճակ ձեզ մոտ առաջացնի։ Չնայած որ այստեղ սիրային հարցերում եւս կարող սիրահարվում եք, այստեղ գնում եք ժամադրության, այդպես ֆլիրտների մեջ եւ դա մարդուն էմոցիաներ է բերում, այստեղ նաեւ գիշերը այստեղ ռոմանտիկ պահեր կարող եք ունենալ կամ ընտանիքում կարող եք ստեղծել կարող ինչ-որ կարևոր օր է ձեզ համար է շաբաթվա մեջ եւ ինչ-որ ստեղծում եք ընտանեկան որևիցե առիթ։ Եվ նաեւ սա նոր ծանոթություն է ոմանց համար ընտանիքում, ոչ անակնկալ կլինի եւս էլի, հա, ուրախանակ դա արդեն դրական էմոցիաներ են։ Աշխատանքի հետ կապված այստեղ շատ զրույց, բավականին կզրուցեք, կխոսեք, կքննարկեք, կարող բիզնեսի հետ է կապված դա այդ քննարկումը Նաև դա բամբասանք կարող է լինել աշխատանքի վայրում, լեզվակռիվ չի բացառվում եւս էլի, հա, կարող էմոցիաներ տեղի տան եւ լեզվակռվի մեջ մտնեք ինչ-որ մարդկանց հետ։ Այդ գումարի հետ կապված, այստեղ եթե խորամանկություն են արել, խաբել են ձեզ, գումար են վերցրել, դե անընդհատ հա այսօր կտամ, վաղը կտամ, դա է, որ ձեզ բերում է էմոցիաների, այստեղ արդեն էմոցիաները այդքան էլ լավը չեն դուրս գալիս, հա, այդքան էլ լավ չեն։ Դա նաև կարող է լինել դուք պետք է լինեք խորամանկ, որ այս շաբաթ ավելի շատ գումար վաստակեք։ Կախված է թե ինչ գործունեություն եք անում, հա, ավելի շատ ինչ որ ապրանք արտադրեք, հա, եթե նման գործեր եք անում։ Եվ առողջության հետ կապված այստեղ սրտին պետք է ուշադրություն դարձնել, արյան ճնշմանը, սրտի ճնշմանը, նաև նյութափոխանակությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը։ Շատ շփում տարբեր մարդկանց հետ, շատ խոսակցություններ, հնարավոր է լեզվակռիվներ, տարբեր մարդկանց հետ այստեղ կարող է շատ քննարկեք, նստեք տանը անընդհատ ինչ-որ թեմայի շուրջ քննարկեք, տունը կարող է իրար հետ այդպես խոսեք, լարվեք։ Անձնական կյանքը, դա նաև լարվածություն է, անհանգստություն է նաև։
Այստեղ ուրեմն անձնական հարաբերությունները հիանալի են առաջ գնում, մեկը մյուսի հանդեպ արդեն ավելի ուրիշ կերպ կլինի, ոնց որ հասուն ձևով կնայեք դիմացինին, հա, ուրիշ են, թեթև-մեթև չի, հա, ոնց որ հարաբերությունը ավելի հասունացման շրջանում են, կամ մարդիկ են նայում կույսերից, ովքեր որ արդեն պատկառելի տարիքում են եւ իրենք ոնց որ այստեղ տունը ավելի իմաստուն եք, ավելի ընտանիքում, շատերը ձեզ են հետևում, նաև տարիների փորձով ընտանիք է, այդպես ավելի ստույգ։ Նոր ծանոթությունը կարող է լինել աշխատանքի վայրում, կարիերայի հետ կապված, ոչ թե շրջապատում ինչ-որ մարդկանց հետ լինեք եւ ծանոթանաք դիմացինի հետ եւ Նա կարող է լինել նաև պետական աշխատող, որ ձեր ընտանիքի անդամներից ոչ մեկը ընդունվի, հա, եւ այդպես պետական աշխատանքով սկսի զբաղվել։ Եվ տանը քննարկեք, միգուցե դեռ առաջարկել են եւ քննարկեք, պետք է արդյոք դա ձեզ թե ոչ, որովհետեւ հիմա ընտրությունների շրջանը արդեն հեսա շուտով գալիս եւ այդ առաջարկները շատերը կարող են ստանալ։ Եվ Նաև աշխատանքի հետ կապված կլինի ընկերական մթնոլորտ ավելի շատ։ Ձեր ընկերոջը կարող եք օգնել աշխատանքի հարցում, ինքը կարող է ձեզ օգնել աշխատանքի հարցում, կարող եք միասին որոշել եւ ոչ թե բիզնես անել, հա, կարող քննարկում եք այնտեղ, որ այս բիզնես անեմ, սա անեմ, կարող ենք սա անել, հա, այսպես քննարկում եք։ Գումար կգա ձեր տուն, նաև դուք կարող եք գումար ուղարկել ինչ-որ մեկին այս շաբաթ։ Եվ հյուրերի վրա գումար ծախսել, դուք գնաք հյուր այդտեղ գումար ծախսեք, հա, ինչ-որ բաներ գնեք, տանեք ձեզ հետ։ Ճանապարհներին գումար ծախսեք, ճամփորդում եք եւ տոմս եք գնում հիմա ճամփորդության համար։ Իսկ առողջության հետ կապված սա տրամադրության տատանումներ են։ Մեկ տրամադրությունը լավ է, մեկ տրամադրությունը վատ է այս շաբաթ։ Եվ պետք է հետևեք ձեր առողջությանը, որովհետև սա նաև կարող է լինել իմունիտետի անկում, հա, ինչ-որ մի բանի անկում, որն էլ որ արդեն բերում է վարակների հետ կապված ավելի մարդը ավելի հեշտ է վարակվում, թեկուզ հասարակ գրիպը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը։ Ընդհանուր ֆոնը սա կայունություն է, ինչ-որ ոլորտ է ձեզ մոտ կայանանալու, ինչ-որ ոլորտ է ձեզ մոտ կարգի հրավիրվելու, կարգի կբերեք կամ դուք, կամ ինքն իրան, հա, ինչ-որ մի ձևով սա հարաբերությունները ավելի կամրապնդվեն, նաև աշխատանքը կարող է, հա, ավելի ամրապնդվեք այդ աշխատանքի վայրում։ Դե հիմա տեսնենք ընդհանուր սա որ ոլորտն է, կարող է ցույց է տալիս, որ ոլորտում է կայունությունը։ Անձնական կյանքը յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր կարելի ասել։ Այստեղ ընտանիքում հիանալի հարաբերությունները մեկը մյուսի հետ, նաև լավ ծանոթություն, այնպեսի մեկ հետ կարող ծանոթանալ, ում հետ որ հարաբերությունները միանգամից կգնան ոնց որ դեպի ամուր հարաբերություններ, ծանոթություն ծնողների հետ, քրոջ, եղբոր, հա, այդպես։ Մի խոսքով հաջողություն, ինչ-որ մի բան տեղի կունենա ընտանիքում, որ ընտանիքի բոլոր անդամներին դա կվերաբերվի, ինչ-որ նոր դռներ է բացվելու ձեր ընտանիքի համար։ Այդ բանն է, ինչ-որ կայունությունն է դա, այդ ինչ-որ մի ոլորտի ավելի կարգավորումն է ձեզ մոտ։ Աշխատանքի հետ կապված էմոցիոնալ կլինեք, կարող եք հասցնում ճիշտ արագությամբ պատվերները տալ, կարող է ձեզ էմոցիաների բերում կամ այնտեղ կարող է ինչ-որ մի բան է կատարվում, որը եւս էլի էմոցիոնալ եք, կարող է
ինչ-որ ֆիքսված աշխատանքի պայմանագիր են ձեզ տալիս, որը ևս ձեր կարգավիճակը ավելի այսպես ամրապնդում այդ աշխատանքի վայրում, նաև կարող է փոխում եք գիշերը, փոխում եք, որ գիշերն աշխատեք, սա նաև այնքան կարող է հոգնում եք, շաբաթ կարող է շատ լինել աշխատանքը ավելի հոգնեք, գիշերը լավ չկարողանաք քնել ուղղակի։ Գումարը այստեղ կստանաք կամ դրսից կարող են ձեզ օգնել կամ դուք կարող եք օգնել ինչ-որ մեկին, այստեղ դեպի դուրս է գնում։ Եվ նաև ձեր ցանկությունները կիրականանան, կարող վարկ եք ուզում վերցնել, ժառանգություն ստանայիք, այդքանք կարող եք վերցնել։ Եթե ցանկանում եք, կարող եք դիմել այստեղ, ամենայն դեպս ձեր ցանկությամբ կլինի, ինչքան ոնց որ գումար եք ուզում, այդքան գումար կարող են ձեզ հատկացնել։ Կարող է նաև երկրորդ եկամտի աղբյուր է դա, որը էլի ուզում եք, որ ունենայիք, որ առաջ գնար, որ կարողանայիք դրանով եք գումարված տակել, դա ևս էլի ձեզ մոտ կստացվի։ Իսկ առողջության հետ կապված ոմանց համար հղիություն է, ծննդաբերություն է այս շաբաթ, նաև դա կարող է լինել մանկական որևիցե կամ հիվանդություններ, որոնք կամ մանկական ոչ տրավմաներ կամ վաճապահեր, որոնք որ երեխա ժամանակ է եղել կամ երեխա ժամանակվանից կա եւ կա ուշադրություն չեք դարձրել, հիմա ոնց որ կարող է անընդհատ ինքը կա, այդպես։ Այսքանը ձեզ համար, ամենայն դեպս ինձ համար, ձեզ համար, ըստ իմ հայացողության ձեզ համար հիանալի շաբաթ է, այնպես որ վայելեք, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը։ Հաջողություն, հաջողակ շաբաթ է ձեզ համար, տեսնենք որ ոլորտն է հաջողություն բերելու ձեզ, ինչ բաներ կարող եք անել, եւ հաջողությամբ ավարտել, հաջողությամբ ստացվի ձեզ մոտ, ինչ որ միտեղ գնաք, շատ ամեն ինչը հեշտ լինի, դուրս գաք, բայց ինչ լավ էր, ոչ հերթ կանգնեցի, ոչ սա արեցի, այդպես։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում տան մեջ ոնց որ ընկերական մթնոլորտ կլինի, մեկը մյուսի հանդեպ հավեսով շփվի, նաև կարող է ձեր ընկերն է գալիս, մեկ շաբաթ մնա ձեր տանը կամ դուք եք գնալու մնալու այնտեղ։ Նոր ընկերներ ձեռք կբերեք, ում հետ որ ընտանիքով կսկսեք շփվել, եւ այս շաբաթ կարող այդպես գալիս են ձեր տուն իրանք ընտանիքով։ Հավատարմություն է սա նաև, հավատարմություն ձեր երկրորդ կեսից կարող եք ստանալ, զգալ իր հավատարմությունը այս շաբաթ, ինչ որ մեկ հետ կարող ծանոթանալ, որը ևս ձեզ շատ հավատարիմ է եւ զգում եք դա, որ անընդհատ ոնց որ կպած է ձեզ եւ ուզում է անդադ շփվել ձեզ հետ։ Ընկերը կարող է ձեզ ծանոթացնել, բայց հակառակ սեռի ներկայացուցիչ հետ, իր ընկերոջ հետ, իր ընկերու հետ, այդպես ծանոթանաք եւ դա ձեր մոտ սեր առաջացնի, սկսեք շփվել իրար հետ։ Աշխատանքում էմոցիոնալ վիճակ է սա, ամենայն դեպս հաջողություն է, ինչ-որ մի բան կանեք, հաջողությամբ կավարտեք եւ դա կարող է բարձրացում է, առաջ խաղացում է դա ձեզ տալիս։ Գիշերը կարող եք սկսել աշխատել, դա ևս ձեզ հաջողություն կբերի։ Ավելի հանգիստ կլինի գուցե աշխատանքը եւ դա ձեզ համար ավելի հաջողակ կլինի այդ process-ը։ Ձեր մայրիկի հետ կարող եք ոչ գործ սկսել անել, սովորացնի ձեզ, այդ շաբաթ ոնց որ այդ փուլում լինեք, որ խոսում եք իրար հետ, սովորում եք, ինչ որ բաներ է բացատրում, որ սա կարող ես անել, նա կարող ես անել։ Կարող է էմոցիոնալ եւ այստեղ պետք է հաշվի առնել դա, որ էմոցիոնալ լինելով այդ էմոցիոնալ պահերին դուրս չգաք աշխատանքից։ Կարող իրոք աշխատանքի են ընտրում, դրա համար այդպես եք։ Ավելի մարդը ուրախ է, դա արդեն ուրախ էմոցիաներ են։ Գումարի հետ կապված այստեղ բավականին շատ շփում կունենաք, գուցե խոսեք, քննարկեք, ինչքան կարելի է ծախսել սրա վրա,
ինչ կարելի անել, արժի սա գնել, թե ոչ, թե սպասենք, դեռևս հիմա պետք չի գնել, հա, ինչ որ բաներ են, որ կարող եք քննարկել, նաև սա լեզվակռիվ է, մեկը ինչ որ բան է ուզում գնել, մյուսը համաձայն չի, դա համար կարող եք հա իրար հետ ուղղակի անհամաձայնություն լինի։ Նաև կարող է լինել բամբասանք, ձեր ծախսերի հետ կապված, որ տեսնեն անդադ տոպրակներով գալիս եք տուն, հա, անդադ այդպես բամբասեն ու բամբասեն։ Իսկ առողջության հետ կապված բացարձակ խնդիր չկա, դեռ մի բան էլ այստեղ ինչ-որ մի լավ բան է տեղի ունենալու, ովքեր որ ուզում էին հղիանալ, հավանականությունը շատ մեծ է։ Վեն որ ասում է կոմայից դուրս եկացող հա, մարդ կարող է լինել, եթե կոմայում էր գտնվում, պիսի մի ոնց որ հրաշքի նման մի բան կարող է տեղի ունենալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 26-ից մինչև փետրվարի 1-ը։ Ինչ-որ կռվի եք պատրաստ այսպես, չգիտեմ ինչու, տեսնենք որ ոլորտն է, բայց ոնց որ թրերը սրել եք, վեճի եք պատրաստվում։ Դա կարող է նաև լինել տուն եք մաքրում ու բորկա եք անում այս մեկ շաբաթը, այդպես հավեսով, շաբաթվա ամբողջ շաբաթը դրանով եք տարվում, ամենանկյուն մաքրեք, հավաքեք։ Եթե ոչ, դա կռիվ է, այստեղ կհաշտվեք ամենայն դեպս, բայց տրամադրվածությունը դա է։ Տեսնենք անձնական կյանքը։ Ես այստեղ խնդիր չտեսա, որ ասեմ այդ վեճը ինչ-որ դա է վերաբերվում։ Ոմանք այս շաբաթ առիթ ունեն, միգուցե հարսանիք է նաև, կամ ձերն է, կամ պետք է գնաք։ Եթե ձերն է, ապա դրա համար կարող է տունը անկյուններով ամեն ինչով մաքրեք, հա, որ չկան ավելորդ բաներ տեսնել։ Կամ սա Եթե այստեղ կապված է հասարակական գործունեության հետ, ոնց որ կարող է ձեր հակառակ սեռը, հա, ձեր զուգընկերը դեմ լինի այն գործունեությանը, որը որ դուք անում եք, եթե հասարակության հետ է կապված, դրա համար վեճ լինի։ Այսինքն ձեզ ցույց չտաք ինչ-որ միտեղ, հա, այդպես։ Դե ամենայն դեպս առիթը կարող է լինել, ծնունդ կարող է լինել այստեղ։ Եվ զույգից մեկը կարող է իրոք սկսել զբաղվել այդ նմանատիպ գործերով, սոցհարթակով, այդտեղից ինչ-որ վաճառքներ անի։ Ծանոթությունը կարող է տեղ ունենալ հենց այդպես կամ ոչ այգիում, որևիցե հարսանիքի ժամանակ, առիթի ժամանակ։ Երեխաներին վերցնեք եւ գնաք հանգստանալու ոչ միտեղ կամ գնաք այգի կամ խաղատուն։ Դե ովքեր որ շփվում են, էլի նույնիսկ կշփվեք, հա, այնպես ինչպես որ կարող է թակ ունեք, հիմա ավելի բացահայտ եք սարքում ձեր հարաբերությունները։ Աշխատանքի հետ կապված ժամերի փոփոխություն կարող է լինել, միգուցե այնց դա է, կարող չեք ուզում, չեք հավանում այդ ժամերի փոփոխությունը եւ վիճում եք։ Կարող ինքնուրույն են որոշել ձեր ժամերը, թե դուք քանի ժամ պետք է աշխատեք։ Դա նաև կարող է լինել, որ չեք հասցնում ժամի մեջ տեղավորվեք, որ ինչ-որ մեկի պատվերը տաք։ Ժամանակը շատ եք հատկացնում աշխատանքին կամ հակառակը ավելի քիչ եք հատկացնում աշխատանքին, ավելի շատ հատկացնում եք անձնական կյանքին։ Դու ասում ես ժամանակն է, հա, կամ աշխատանքով զբաղվել, կամ ժամանակն է աշխատանքը համատեղել նաև ընտանիքի հետ։ Կամ իրոք պետք է ժամի մեջ, հա, ժամանակի մեջ տեղավորվեք, որպեսզի հասցնեք որոցը գործ եւ դրա համար կարող է լինել վեճ, որ չեք հասցնում օրինակ ճիշտ ժամանակին տալ հաջողորդի պատվերը, եթե հաջողորդի հետ եք աշխատում, թեկուզ եթե ինչ-որ մեկի մոտ եք աշխատում, կարող է եւս էլի նման խոսակցություն է։ Գումարի հետ կապված ինչ-որ մեկին կարող է գումար ուղարկել կամ ինքը ուղարկի։ Նաեւ դա համ որ ինչ-որ փաստաթուղթ է, որը պետք է գնաք գումարը ստանալու։ Նաև դա կարող է լինել ծրար, որի մեջ նշված է գումար, որ այդքան պետք է վճարեք, կամ որ այդքան գումար եք ստանալու, ինչ-որ ծրար է։ Դա կարող է լինել հաշվարկ, ինչ-որ բանի հաշվարկ եք անում, գումարների կամ ծախսերի հաշվարկ կամ գումարի հաշվարկ։ Իսկ առողջության հետ կապված այդտեղ բացարձակապես ոչ մի տեսակի խնդիր գոյություն չունի։
Այսքանը ձեզ համար չհասկացա սա ինչ էր, երևի իրոք տուն եք մաքրելու, եթե առիթ եմ։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 26-ից փետրվարի 1-ը։ Կորուստ է, սա կարող է լինել տրամադրության կորուստ, անկում, կարող է լինել առողջության հետ կապված, կարող է լինել անվան հետ կապված, հեղինակության կորուստ, այնպես որ յուրաքանչյուր բան այստեղ պետք է հաշվի առնեք, ուշադրություն դարձնեք։ Տեսնենք անձնական կյանքը, տեսնենք ինչի հետ է դա կապված։ Գումարը պետք է ուշադրություն դարձնել այստեղ։ Կորուստը կարող է լինել նաև մեծ ծախսը, որ մարդը միանգամից գումար չկա, հա, այսինքն մեծ գումար է ծախսում։ Ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում ոչ աղջիկ է, կարող է այդ աղջիկա հետ եք ծանոթանում, նոր ծանոթություններ տղաների համար, դա կարող է լինել նաև ընկերուներով, ընտանիքներով շփում, եւս դա այս շաբաթ կարող է գալ իր ընտանիքով, երեխաներով, այդպես գալ ձեր տուն, կամ գալիս են ձեր տուն մնալու, հա, ընկերուհի է, ինչ որ մի աղջիկ է, ձեր աղջիկն է, ձեր քույրն է, կամ դուք պետք է գնաք, հա, իրենց տուն, մնաք այս մեկ շաբաթը։ Նոր աղջիկ է, ով որ ուզում է մտնել ձեր կյանք, կարող է սկեսրոջ տեսքով է, կարող քրոջ տեսքով է, ինչ որ մի խորհուրդներ է կարող ուզում տալ ձեր երկրորդ կեսին։ Տղաների համար դա նաև կարող է լինել երկու աղջիկ, հա, կարող պետք է ընտրություն կատարեք, ում հետ եք ուզում շփվել։ Գիտե ուզում եմ մտցնել ձեր հարաբերությունների մեջ, գիտե ուզում եմ մտցնել, հա, ձեր անձնական հարաբերությունների մեջ։ Աշխատանքի հետ կապված այստեղ, հա, որպեսզի կորցնեք, նայեք, այստեղ ինչ որ մեկը կպած ուզում է։ Ձեզ մոտ շատ են ուզում, դուք բանտեղ չեք դնում։ Ինչ որ մարդիկ կան, ովքեր որ ձեր վստահությունը արդեն, վստահություն են ձեռք բերել ձեզ մոտ, հստակ, որ անգամ ես այսքան ասում եմ, մեկը ձեր վրա դա չի ազդում, հա, ինչ կարգի վստահություն են ձեռք բերել, որովհետև որ ինչ որ մեկը լիներ դիմացս, հաստատ խոսել էր, այդպես որ անհնարին է, ես նման ընկերուներ չունեմ, հա, դրա համար։ Հենց դա է, որ մարդը վստահություն է ձեռք բերում, հետո սկսում եք իր համար կռիվ անել բոլորի մոտ, բայց բացի իրենից կասկածելուց, այդպես շատ կան։ Աշխատանքում այստեղ աշխատանքի բիզնեսի հետ կապված բավականին շատ կարող եք զրույց ունենալ, կարող եք քննարկում ունենալ ընտանիքով, եթե աշխատանքի վայրում այստեղ կարող եք դուք չկարողանալ ձեզ զսպել, գորգռակ, լեզվակռվի մեջ մտնեք, հետո դուրս շղկացնեք, դուրս գաք, հա, որտեղ մենք այնտեղ կորուստ ունենք նաև։ Եթե նման բան չեք ուզում, ապա պետք է կարողանաք զսպել ձեզ։ Նաև աշխատանքի վայրում այսպես բամբասանք է 4 կողմից, հա, օծեր, մոցեր կարող են լինել, ովքեր որ բամբասեն, կամ այնպես անեն, որ դուք բացվեք իրենց առջև, որ հետո գնան ինչ որ մեկին այնտեղ պատմեն։ Ուղղակի քննարկում է, ուզում եք բիզնես բացել կամ մի բան եւ քննարկում եք ընտանիքում, հավանական տարբերակներն եք քննարկում, այստեղ կորուստ եւ այլն, հա, թե կունենաք կորուստ, թե ոչ ինչ անեք, որ դա չունենաք եւ այլն, հա, այդտեղ հազար մի բան կա, իմ այդքանը օրինակ չբերեմ։ Իսկ գումարի հետ կապված այստեղ կտրուկ մեծ ծախս է, որ դա նշանակում է ձեզ համար գումարի կորուստ։ Ուշադիր եղեք ձեր գումարներին անպայման, շատ գումարով մի դուրս եկեք տանից, եւ այս շաբաթ ինձ թվում է պետք չի շատ մեծ առևտուր անել, մեծ ծախս, որտեղ դա ձեզ համար համարվելու է կորուստ, կարող է հաջորդ գումարը մի փոքր ուշ է գալիս, եւ դա ձեզ համար այս պահին կորուստ է դիտվում։ Գումարը կարող եք ծախսել առողջության վրա, ոչ հասցեների հետ կապված գործողության վրա, վիրահատության վրա, այդպես։
Իսկ առողջության համար այստեղ ես ոչինչ չեմ տեսնում վատ բան, որ ասեմ առողջությունը ձեզ համար շատ վատ է եւ դուք հենց առողջության հետ կապված ինչ-որ բաներ եք անելու։ Սա ոնց որ կտրուկ կամ դուրս է գալիս, կտրուկ փոխվում է ձեր եկամտի աճը, բայց այստեղ մենք ու վատ բան ենք տեսնում, հա, դրա համար պետք չի այս շաբաթ ուղղակի ավելորդ ծախսեր անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 26-ից փետրվարի 1-ը։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ բաներ եք ընտրելու, միգուցե շատ կարևոր է ձեզ համար, աշխատանքի հետ կարող է կապված լինել, անձնական հարաբերության, դա նաև կարող է ուղղակի ամբողջ շաբաթ, օրինակ շաբաթ օրը հարսանիք եք եւ ամբողջ շաբաթ ընտրության մեջ եք, այս օրը հագնեմ թե այս անեմ թե սա, ինչը գնեմ, ինչ անեմ, եւ այդպես ընտրության մեջ եք լինելու։ Տեսնենք անձնական կյանքը ջրհոսների։ Այստեղ անձնական կյանքում ինչ-որ մի բան է ավարտվում, միգուցե դա եք, այստեղ ինչ-որ բան եք որոշում, ընտրությունը ձերն է սա։ Անձնական հարաբերություններում պետք է ուշադիր լինել։ Կամ այստեղ ինչ-որ մի դրություն է գնում ձեր ընտանիքից, մյուսին տեղ բացելու համար, այդ դրությունը, որ գնում է այդ խնդիրը այլևս չի վերադառնալու ձեր կյանք։ Նաև դա ընտանիքը պետք է ուշադիր լինեք այստեղ։ Ովքեր որ ամուսնացած են, կամ միայնությունն է գնում, միայնությունն է գնում հավիտյան եւ գալիս է ձեր կողքը ոչ մեկը եւ ինքը դառնում է ձեզ համար ամբողջ կյանքի համար, որտեղ սա արդեն ցույց է տալիս, որ հետոն ինչ է լինելու։ Բայց սա կորուստը, գիտեք, ինքը ժամանակի ընթացքում է ձևավորվել։ Գուցե ժամանակի ընթացքում ընտանիքում ձևավորվել անդադ վեճ եւ հիմա այստեղ ընտրում եք կամ այնպես անենք, որ այդ վեճը վերջանա, կամ մեկ այլ բան եք ընտրում ձեզ համար սա։ Ինչ մի բան է գնալու անձնական կյանքից, անձնական հարաբերություններից, ընտանիքի հետ կապված նաեւ։ Այստեղ սա եւ սա այդքան էլ, լավ բաներ չեն ասում սա։ Եվ սա եւս նույնն է ասում, որ ամեն մեկը կարող է գնալ իր ճանապարհով։ Այստեղ անձնական հարաբերությունները պետք է շատ ուշադիր լինեք։ Եթե ուզում եք գնաք տարբեր ճանապարհներով վերջնական որոշված է արդեն, որոշել եք, որ այդպես պետք է լինի, դա արդեն մեկ այլ հարց է։ Աշխատանքը ձեզ շատ կուրախացնի, կարող եք ընդունվել աշխատանքի, կարող եք հաղթել ինչ-որ մի բանում, կարող եք նաեւ բարձրացում է սա պաշտոնի, առաջ խաղացում է, գովասանք, այնպես որ սա կամ այնպիսի աշխատանք է, որը իրոք ձեզ համար ուրախ չեք իմանում երբեք քնելու, նայած առավոտյան գնայք էլի այդ գործին կամ էլի զբաղվեք այդ գործով։ Իսկ գումարը կարող եք ծախսել երեխաների վրա, եթե դուք երեխաներ չունեք, կարող եք ձեր հարազատների երեխաների վրա ծախսել գումարը կամ ոչ թե մանկական ցանկությունների, օրինակ ինչ-որ մի բան է, որը երեխա ժամանակ ուզել եք չեք գնել, հիմա տեսնում եք մի ամիտ եւ գնում եք, թեկուզ ձեր երեխաների համար, թեկուզ ուղղակի է, որ մանկական այդ հաճույքը վայելելու համար է, որ ուզեցել եք չեք ունեցել։ Սա նաեւ ուղղակի մարդը երեխական պահվածք կցուցաբերի եւ ինչ կտեսնի կգնի, այդպես։ Գումարի հետ կապված ավելի մանկական վերաբերմունք, երեխական վերաբերմունք, ոչ թե լուրջ։ Սա կգնեմ, հա, դե ոչինչ, տանում եմ, թափում եմ, չեմ ուտում, սենց ինչ որ նմանատիպ պահեր։ Առողջությանը պետք է հստակ ուշադրություն դարձնել այստեղ։ Հստակ։ Առողջության հետ կապված խաղ եք անում, ուշադրություն չեք դարձնում։ Սա ինչ որ դժվարություններ են, որոնք որ կարող են խանգարել ձեզ այդ օրը աշխատելուն, այս շաբաթը աշխատելուն։
Գողը ինչ-որ մի տեղի ցավ է, ինչ-որ մի տեղի, հա, բռնվածություն է, վիզնա բռնվում, ինչ-որ մի բան է, կամ բեռը այնքան շատ է, որ գերհոգնած եք արդեն էլ չեք կարողանում, ֆիզիկապես էլ ունակ չեք ինչ-որ մի բան անելու համար։ Թե հանգստանալ այստեղ, եւ արդեն ասացի այստեղ ինչ-որ հետաքրքիր մի բան կար ոմանց համար է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 26-ից փետրվարի 1-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողություն, ինչ-որ բաներ կանեք, հաջողությամբ կավարտեք, հաջողությամբ կստացվի յուրաքանչյուր բան, հա, ինչ-որ աշխատանքի մեջ է, գումարների մեջ է, ինչ-որ մի բան այդպես անմիջապես կստանաք այդ գումարը կամ հեշտ կլինի ինչ-որ մի բան ունենալ, ինչ-որ մի բան ստանալ այդ շաբաթ։ Տեսնենք անձնական հարաբերությունները։ Անձնական հարաբերություններում սա ձեր երկրորդ կեսի վրա շաբաթ կարող եք հիմնվել, հա, ոնց որ հենվել եւ վստահել իրեն, յուրաքանչյուր բան կզգաք, որ ձեր այդպես ամուր կողակից ունեք եւ կարող եք ամեն հարցում իրեն հենվել, կապ չունի դա կարող է լինել երեխա եւ ծնող, հա, կարող է երեխան է նայում, հիմա տեսնում է իր ծնողին, այդ օրը որ հա ամեն ինչում կարող է հենվել ծնողի վրա եւ ծնողը իրեն կաջակցի։ Դա նաեւ օգնություն է ձեր ընտանիքին, որ կարող ստանալ ինչ-որ մեկը կարող է ձեզ օգնել, պետական հիմնարկություն կարող է լինել դա, որ ձեզ օգնի։ Ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որ կլինի կամ այդպես հաղթանդամ կամ իր աշխատանքը, հա, այդպես կարող է լինել ոստիկան, վայնի եւ այլն։ Դա նաեւ երկրորդ տղամարդ է, որ կարող է հայտնվել ձեր կյանքում, ովքեր որ դեռ շփման մեջ չեն, դեռ ոնց որ ընտրում են շփվեն արդյոք տվյալ անձնավորության հետ, թե ոչ, հա, թե ինչ որ պահեր են, դեռ մտքեր են։ Աշխատանքում այստեղ քննարկում, բիզնեսի հետ կապված քննարկում, սա շատ զրույց կունենաք աշխատանքի հետ կապված կամ ընտանիքով կարող եք նստել քննարկել ինչ աշխատանքով զբաղվել, ինչ անել, ինչպես անել։ Նաև դա բամբասանքի աշխատանքի վայրում լեզվակռիվ կարող է լինել աշխատակիցների հետ կամ տնօրենի հետ, բայց դա ամենայն դեպս այնտեղ հաջողություն ունեք, լավ կավարտվի, հա, վնաս չի լինի ձեզ, կամ հաճախորդների հետ, եթե հաճախորդներ ունեք, այդպես, հա, ինչ-որ խոսակցություն է լեզվակռիվ է։ Կամ բամբասում են այնտեղ ձեր կատարած աշխատանքի համար։ Գումարը կամ կծախսեք ընտանիքի անդամների վրա կամ տուն գնելու, տան վարձը վճարելու, տան հետ կապված հարցեր լուծելու համար, տան իր գնելու, վարձը, հա, վարձից կարող է գումար գալ, տունը վաճառեք, այդպես գումար գա։ Ընտանիքի անդամները կարող են սկսել աշխատել եւ այդպես ընտանիք տուն գումար մտնի։ Կարող է տան բիզնես եք անում կամ անշարժ գույքի գործակալություն եք մտնում աշխատելու եւ այդպես այնտեղից է գումարներ գալիս։ Իսկ առողջության հետ կապված այս պահին, այս շաբաթ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, ոչ մի խնդիր գոյություն չունի, բացարձակ, ոչ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։